Եթե դուք զգացիք, если вы почувствовали, մեր այսօրվա ամբողջարարությունը то наше сегодняшнее служение ուղղված է Սուրբ Հոգու посвящено Духу Святому. ու նրա ներկայության ու ներգործությանը մեր կյանքում։ И его присутствию и работе в нашей жизни. Այսօր խոսելու եմ Պենտեկոստեի կարևորության մասին։ Сегодня я буду говорить о важности Пятидесятницы. Ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք, թե ինչ է Սուրբ Պենտեկոստեն անում մեր կյանքի մեջ։ И хочу, чтобы мы сегодня видели, что делает Пятидесятница в нашей жизни. Գիտեք, մի բան է, որ դու դա տոնում ես, Знаете, одно дело, когда ты это празднуешь, բայց մեկ ուրիշ բան է, որ դու դա վերապրում ես։ но другое, когда ты это переживаешь. Ու քրիստոնեությունը պետք է վերապրի Պենտեկոստեն։ И христианство, оно должно переживать Пятидесятницу. Ոչ թե մենք միայն պետք է տոնենք, Мы должны не просто праздновать, այլ տոնենք վերապրելով, а праздновать, переживая. որովհետև եթե Պենտեկոստեն չենք վերապրել, Потому что если мы не пережили, մենք չենք կարող օգտվել այն օրհնություններից, որոնք Աստված սահմանել է մեզ համար։ мы не можем пользоваться теми благословениями, которые Бог для нас приготовил. Ու մենք չենք կարող Քրիստոսի խաչի վրա կատարած գործի ամբողջությունը ընդունել մեր կյանքում։ И мы не можем принять все то дело, которое Иисус совершил на кресте. Ու տեսեք, Հիսուսը կատարյալ զոհ մատուցեց։ И знаете, Иисус совершенную жертву сделал. Բայց ոչ բոլորիս կյանքում այդ կատարյալ զոհը գործում է սոր։ Но не в жизни каждого сегодня действует полностью эта жертва. Ինչի համար չի գործում։ Почему не действует? Որովհետև Պենտեկոստեն վերապրած չի։ Потому что не пережил Пятидесятницу. Պենտեկոստեն պիտի վերապրենք։ Пятидесятницу мы должны пережить. Ինչով է կարևորությունը Պենտեկոստեի։ В чем была важность Пятидесятницы? Գիտեք, Հիսուսը շատ էր խոսում Սուրբ Հոգու գալուստի մասին։ Знаете, Иисус много говорил о приходе Святого Духа. Հիսուսը ինքը իր ծառայությունը սկսեց Սուրբ Հոգու մղումով։ Иисус сам начал свое служение через Духа Святого. Պապաբուժդին Դուխը Սվիտովը։ Որովհետև առանց Սուրբ Հոգու Потому что без Духа Святого մեր բոլոր գործողությունները все наши действия, իրանք սահմանափակ կլինեն они будут ограничены ու կլինեն մարդկային, и будут человеческими, շնչի ոլորտում։ на уровне душевности. Որովհետև մենք մարմին ենք, Потому что мы тело, ու մենք ֆիզիկական աշխարհում и мы в физическом мире չենք կարող գնանք ավելի հեռու, не можем идти дальше, քան որ պետք է։ чем нужно. Որովհետև Աստված ինքը հոգի է, Потому что Бог — это Дух, ու ինքը ուզում է, որ իր հոգով գործի մեր մեջ։ и Он хочет своим Духом действовать в нас. Ու տեսեք, Հիսուսը հարություն էր առել, И смотрите, Иисус воскрес, ու 40 օրերի ընթացքում и в течение 40 дней ինքը խոսում է երկնքի արքայության մասին։ Он говорил о Царстве Божьем. Ու առաջին գործ կառաքելոց առաջին գլուխ 4 գլխում ասում է հետևյալը։ И в Деяниях апостолов в 1 главе 4 стихе, 4-5 стихе։ Եվ նրանց միասին ժողոված ժամանակը պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին, որ ասեց. ինձանից լսեցիք, որովհետև Հովհաննեսը իրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո։ И собрав их, Он повелел им: не отлучайтесь из Иерусалима, но ждите обещанного от Отца, о чем вы слышали от меня. Ибо Иоанн крестил водою, а вы через несколько дней после всего будете крещены Духом Святым. Տեսեք, Հիսուսը խոստանում է մի մկրտություն, Смотрите, Иисус обещает крещение, որը որ չէ ավելի խորն էր տանելու։ которое будет вести еще глубже. Տեսեք, ասում է դուք կմկրտվեք Սուրբ Հոգով։ Смотрите, написано, что вы креститесь Духом Святым. Այսինքն դուք ամբողջությամբ կծածկվեք Սուրբ Հոգու ներգործությամբ։ То есть вы полностью погрузитесь в Духа Святого. Սա խոսում է նրա մասին, Это говорит о том, որ այդ մկրտությունը что это крещение մի բան կբերի ձեր կյանքի մեջ, принесет в вашу жизнь то, որ ոչ թե այլևս դուք կգնաք ձեր մարդկային что հասկացություններով, вы будете двигаться не только по вашим человеческим убеждениям, այլ նա կտանի ձեզ։ а Он будет вести вас. Այսօր մեր կյանքերի մեջ Сегодня в наших жизнях կան բազում բնագավառներ есть многие սֆերա жизни, сферы жизни, որոնք կառավարվում են մեր մտքից։
которые руководствуются нашими мыслями, нашим разумом, Որովհետև դրանք դեռ Սուրբ Հոգու մեջ մկրտված չեն։ потому что они еще не крещены Духом Святым. Դրա համար, սիրելիներս, Поэтому, возлюбленные, այսօր ես ուզում եմ բացեմ сегодня хочу открыть Պենտեկոստեի խորհուրդը, образ Пятидесятницы, смысл Пятидесятницы. Տայնստվա Պятидесятницы։ Ինչ կատարվեց Պենտեկոստեի օրը։ Что произошло в день Пятидесятницы? Չունեմ ժամանակ, որ ամբողջ ուսմունքը ձեզ տամ ցավոք սրտի։ Нет времени, к сожалению, чтобы полностью все учение сегодня дать. Որպեսզի ձեզ ամբողջ ուսմունքը տամ, պետք է խոսեմ բոլոր Իսրայելի տոների մասին։ Чтобы открыть вам полностью всю картину, надо уже говорить о всех праздниках Израиля. Սկսած Զատիկից վերջացած Տաղավարարած տոներից։ Начиная с Пасхи, заканчивая Йом Куши. Բայց այսօր ես կբացեմ Պենտեկոստեի նշանակությունը։ Но сегодня я вам открою значение Пятидесятницы. Տեսեք, Ելից գլխում Смотрите в Исходе Исходе. չեմ կարդա տեղեր ուղղակի կպատմեմ պատմությունը։ Не буду читать местописание, просто перескажу вам. Գրված է, որ Իսրայել ժողովուրդը Զատիկ արեց։ Написано, что народ израильский сделал Пасху Ու դուրս եկավ Եգիպտոսից։ и вышли из Египта. Եվ գրված է, որ երրորդ ամսումը И написано, что в 3-м месяце, դա Զատիկից 50 օր հետո էր, это было через 50 дней после Пасхи, նրանք եկան Սինա լեռան տակ, они пришли под Պատգարու Սինա։ гору Синай. Ու այդ Սինա սարի մոտը И у горы Синай 3 օր դրանից առաջ за 3 дня до этого Աստված Մովսեսի միջոցով փոխանցում է հետևյալը։ Бог посредством Моисея Через Моисея передает следующее. Ասում է, այսօր եւ վաղը մաքրեցեք ձեզ եւ ձեր հագուստները Бог сказал: сегодня и завтра очищайте себя и вашу одежду, եւ երրորդ օրը այցելություն եմ անում։ и на 3-й день я приду к вам. Ու շեշտում է, И Бог обозначает: եթե պահեք իմ ուխտերը, если будете соблюдать мой закон, մնաք իմ խոսքի մեջ, будете оставаться в моем ու слове պահեք ու կատարեք իմ կանոնները, и будете соблюдать мои Զապվիդի заповеди и законы, законы, կլինեք իմ սեփական ժողովուրդ будете моим собственным народом ու քահանայական թագավորություն։ и священное царство. Ու սկսած 20-րդ գլխից И начиная с 20 главы, մենք տեսնում ենք, որ Աստված տալիս է պատվիրանները, мы видим, что Бог дает заповеди, տալիս է օրենքները, дает закон, տալիս է զոհաբերության կանոնները, дает закон жертвоприношения, տալիս է խորանկարուցելու արարողությունը, дает план строительства ковчега սկինի Скинии ու սահմանում է քահանայությունը, и ограничивает священство. սահմանում է, определяет священство։ Տեսեք, 4 բան, որ կատարվեց Սինա լեռան տակ։ 4 вещи, которые произошли под Առաջին. Первое. Աստված տվեց օրենքը։ Бог дал заповеди. Երկրորդը Второе. տվեց խորանի կառուցման ինստրուկցիա։ Дал инструкцию по сооружению скинии. Երրորդը սահմանեց քահանայությունը։ Третье. Предопределил священство. Չորրորդը զոհաբերության կանոնները։ И четвертое. Законы жертвоприношения. Ու սա շատ կարևոր է, որ ես ու դու հասկանանք, И это очень важно, чтобы я и ты понимали, որովհետև սրանք հոգևորապես մենք պիտի վերապրենք մեր կյանքում։ потому что мы это духовно должны пережить. Ու ինչ ձև սրանք տեղի ունեցան մեր կյանքի մեջ։ И как это произошли в нашей жизни. Տեսեք, Գործք առաքելուց երկրորդ գլխում Смотрите, Деяния апостолов 2 глава. առաջինի 4 խոսքերում գրված է հետևյալը։ С 1-4 стихи написано следующее. Ասում են, երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, При наступлении Дня Пятидесятницы, այսինքն Իսրայել ժողովուրդը արել էր Զատիկը, то есть израильский народ сделал Пасху, ու այդ ժամանակ այդ Զատիկի օրը, եթե մենք ամենքս հիշում ենք, Հիսուսը խաչվեց։ и если мы помним, то в этот день Пасхи Иисус был распят, Ու երրորդ օրը ինքը հարություն առավ։ и на 3-й день он воскрес. Ու գրված է, որ Հիսուսը իր հարությունից 40 օրերի ընթացքում խոսեց մեր աշակերտների հետ И написано, что на протяжении 40 дней Иисус потом разговаривал с учениками ու պատվիրեց, որ մնան Երուսաղեմում и заповедовал им остаться в Иерусалиме.
Ու ասաց չհեռանաք մինչև որ Սուրբ Հոգին կգա ձեր վրա ու կմկրտի ձեզ։ И сказал, не Տվեց отдаляйтесь. խոստումը։ И сказал, не отдаляйтесь, пока Дух Святой не придет на вас. Առաջին գլուխը գործ կառաքելոց Первая глава Деяния նկարագրում է, описывает, որ Հիսուսի համբարձվելուց հետո что после вознесения Христа աշակերտները եկան վերնատունը, ученики пришли в дом, վերադարձան այնտեղը, пришли туда, вернулись туда, որտեղ որ նրանք где они հաղորդություն էին ընդունել։ получили причастие. Այն ինչ որ մենք արեցինք То, այսօր։ что мы сейчас сделали, Ու նրանք սկսեցին աղոթք и անել։ они начали молиться. Գիտեք հետաքրքիրը որն է, Знаете, что интересно? որ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի հետ Գալիլեայում այդ սարի մոտ, Что Библия говорит, что в Галилее, около этой горы, որտեղից որ Հիսուսը համբարձվեց, откуда Иисус вознесся, 500 մարդ էին։ было 500 человек. Բայց Պենտեկոստեի օրը Но в день Пятидесятницы 120 հոգի էին այնտեղ։ было всего 120 Ես человек. մտածում եմ, այն 380-ը բապտիստ աղբերներն էին։ Мне кажется, что те 380 это были наши братья-баптисты. Նրանք ընդունեցին, որ Սուրբ Հոգին գալու է, Они приняли, что Дух Святой придет, բայց չսպասեցին, որ գա։ но не дождались. Մեր կյանքում մեկ-մեկ լինում է այդ բապտիստական վիճակը։ В нашей жизни иногда тоже бывает это Հարցիրը состояние բապտիստների баптистов. համար։ Слава Богу за баптистов. Իրանք օգնյալ մարդիկ են, իրոք եմ Они ասում։ благословенные люди. Գիտեք, կարևոր չի լեզուներով խոսում ես թե չէ։ Знаете, неважно, говоришь на языках или нет. Կարևորը քո ներսում Սուրբ Հոգին ունես թե չէ։ Важно, имеешь ли Духа Ու Святого. տեսեք, ասում է, երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Написано, что когда они наступили день Пятидесятницы, они были единодушно вместе. Կարևորը որ մենք այդ Պենտեկոստեի ժամանակը միաբան լինենք, Важно, чтобы мы в день Пятидесятницы были, որտիսի այդ 4 բաները կատարվի իմ ու քո սրտի մեջ։ чтобы эти 4 пункта, Ես այն ինչ որ ֆիզիկապես Աստված տվեց Իսրայելին, то, что Бог физически отдал народу израильскому, Քիչ ռուսկով թարգմանի, լավ է թարգմանի։ Հոգևորապես դա տեղի ունեցավ նոր ուխտում։ это духовно случилось в Новом Завете. Տեսեք, գրված է հետևյալ շարունակությունը։ Смотрите, написано в продолжении. Ասма Եվ հանկարծակի երկինքիցը մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը, որ նստած էին, եւ երևացան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ И внезапно сделался шум с неба, как бы от несущегося сильного ветра, и наполнил весь дом, где они находились. И явились им разделяющиеся языки, как бы огненные, и почили по одному на каждом из них. Ես այսօր չեմ խոսալ լեզուներով աղոթքի մասին, որովհետև անցած անգամ քարոզել եմ դրա մասին։ Я сейчас не буду говорить о молитве на языках, потому что на прошлом служении я говорил об этом. Ուզում եմ խոսալ նրա մասին, ինչ կատարվեց Պենտեկոստեի ժամանակ։ Хочу говорить о том, что произошло в день Ու Пятидесятницы ինչի համար էր կարևորը։ и почему это было важно. Մինչև որ կանցնեմ այդ կետերին, ես ուզում եմ կարդամ նաև Եսայա մարգարեություն։ Хочу также прочитать из Исаии, из пророчества Исаии, 44-րդ գլուխ, 44 глава, երկրորդ համարները։ 2-3 стихи. Գրված է հետևյալը. Написано следующее. Այսպես է ասում Եհովան, քեզ ստեղծողը։ Еще раз стихи какие? Եսայա մարգարեություն Так 44-րդ говорит գլուխ։ Господь, создавший тебя, Քեզ արգանդիցը կազմողը, որ քեզ օգնում է։ и образовавший тебя, помогающий тебе от утробы матери. Տեսեք խոսքը ասում է, որ ոչ թե միայն նա քեզ ստեղծել է, Слово говорит, что Он не только тебя создал, այլ նա քեզ օգնում է։ но Он также помогающий тебе. Գիտեք ինչ է ստեղ ասում։ Знаете, что здесь говорит? Ասում է, որ քո մոր որովայնից սկսած Что еще от утробы твоей матери ես քեզ օգնում եմ։ Бог нам помогает. Աստված չի սկսում օգնել, երբ որ մենք իրան դարձանք, Бог не начинает нам помогать, когда мы к Нему пришли. այլ ինքը մեր մոր որովայնից արդեն մեզ օգնում Он է։ еще от утробы нашей матери помогает нам. Մի վախեցիր ով իմ ծառա, Не бойся, раб мой, Հակոբ եւ ով Հեսենում, Иаков и возлюбленный Израиль, որին ես հավանել եմ, которого я избрал. որովհետեւ ջուր պիտի թափեմ ծառավի վրա։ Ибо я изолью воду на жаждущее. Տեսեք Աստված ասում մի վախեցիր, Бог говорит, не бойтесь.
Որովհետև ես քո ծարավի վրա ջուր եմ թափելու։ потому что я на твою жажду изолью воду. Այսօր եթե դու ծարավ ունես, Сегодня, если ты имеешь жажду, Աստված քո ծարավը լրացնելու է։ Бог восполнит твою жажду. Դրա համար ես խնդրում եմ, որ դու ճիշտ ծարավ քո մեջ ձևավորես։ Поэтому я прошу, чтобы ты Տեսեք ինչ ասում։ Եվ հեղեղներ չորության վրա։ И написано, что изолью потоки наисохшие. Քո չորությունը, քո ցամաքը Твою сухость ես հեղեղելով ջրերով я буду изливать потоки. Պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա Излию дух мой на племя твое եւ քո զավակների վրա։ и благословение. Տեսեք Աստված խոսում ունի ինձ ու քեզ։ Смотрите, Бог имеет обетование для нас с тобой. И обещание. Ոչ միայն իմ ու քո չորությունը վերականգնի, Не только нашу сухость восполнит, այլ իմ ու քո սերունդի ու մեր զավակների վրա իր հոգին թափի։ но и также наполнить благословением наших потомков. Ինքը ուզում է, որ մեր սերունդները Он хочет, чтобы наши потомки լցված լինեն Աստծո Սուրբ Հոգով։ были наполнены Духом Божьим. Գնանք առաջ։ Пойдем дальше. Հովհաննես 16-րդ գլուխ 7-րդ համարը Иоанна 16 глава. ու 12-ից 15 համարները։ Иоанна 16 глава 7 стих и потом 12 и 15 стихи. Բայց ես ճշմարիտ ասում եմ ձեզ, Но я истинно говорю вам, ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ։ лучше для вас, чтобы я пошел. Տեսեք Հիսուսը, Смотрите, Иисус, կատարյալ Աստվածը, совершенный Бог, լինելով երկրի вրա, будучи на земле, ասում է լավ է, որ ես գնամ։ говорит, лучше, чтобы Ձեզ я համար пошел. լավ է, որ ես գնամ։ Для вас будет лучше, чтобы Գիտեք я Հիսուսը խեր ասում լավ է, որ գնամ, Знаете, почему Иисус говорил хорошо? որովհետև Հիսուսը մարմնի մեջ էր, Потому что Иисус был во плоти, ու ինքը սահմանափակ էր и Он был ограничен ժամանակի մեջ, во времени, հնարավորությունների մեջ։ возможностях. Հիսուսը միաժամանակ Иисус одновременно կարող լիներ մեկտեղում мог быть в одном месте ու շատ սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ։ и в ограниченном количестве с людьми. Դա ասում է, որովհետև եթե ես չգնամ, Написано, потому что если я не пойду, մխիթարը ձեզ մոտ չի գա։ утешитель не придет к вам. Տեսեք, ասում է, լավ է, որ ես гնամ, որովհետև իմ գնալը ձեզ ավելի շատ օրհնություն է բերելու։ Говорит, что лучше для вас, чтобы я пошел, потому что мой уход принесет вам больше благословений. Իսկ եթե ես գնամ, նա նրան ձեզ мոտ կուղարկե։ А если пойду, то пошлю его к вам. Տեսեք, ասում է, ես ձեզ ворը չեմ թողի։ 14-րդ գլխում ասում է, ворը չեմ թողի В ձեզ։ 14 главе написано, что я не оставлю вас все равно. Այսինքն անմխիթար չեմ թողնի։ То есть я вас оставлю без утешения. Այսինքն այն հարցերը, որ դուք անդադար ինձ ուղում էիք, То есть те вопросы, которые вы мне задавали, ու կար ժամանակ, որ չէիք պատասխանվում, и было время, когда вы не получали ответ, որովհետև ես ժամանակի մեջ սահմանափակ էի, потому что я был ограничен во времени. հիմա դուք կբավարարվեք, կպատասխանվեք, Теперь вы получите ответы. որովհետև այն հոգին, որ ես կուղարկեմ, Потому что тот дух, который я отправлю вам, ինքը սահմանափակ չի ժամանակի մեջ, он не ограничен во времени, ինքը սահմանափակ չի մարմնի մեջ, не ограничен в теле. Սուրբ Հոգում չես կարա սահմանափակես ժամանակի ու տարածքի մեջ, Духа Святого не можешь ограничить. նա միաժամանակ եւ այստեղ է, Он одновременно и здесь, եւ մյուս այլ քաղաքում է, и в другом городе, եւ մեկ այլ երկրում է, и в другой стране. ու հենց այս րոպեին И именно в этом минуте բազում եկեղեցիներ во многих церквях, Սուրբ Հոգու զորությունից լցված наполненные Духом Святым, խոսում ու փառաբարում են Աստծո молятся и прославляют ու խոսում են Աստծո մեծության համար и говорят о Божьем величии. դա նրա պատճառով է Это по той причине, որ Հիսուսը что Иисус ուղարկեց իր խոստացվածը отправил ու обещание. տեսեք 12-րդ խոսքին ինչ ասում И смотрите, что говорит 12 стих. դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու Еще много имею сказать вам, բայց հիմա չեմ կարող տանել но вы теперь не можете вместить. սակայն երբ նա ճշմարտության հոգին գա Когда же придет Он, Дух истины, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ Он ճշմարտությունը наставит вас на всякую истину. կա բաներ սիրելիներս Есть вещи возлюбленные, որոնք մեր մարդկային միտքը ընկալելու ընդունակ չի которые наш человеческий разум не может понять. բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է Но когда Дух Святой приходит, ինքը վերցնում է այդ սահմանափակումը то Он
снимает все ограничения. Ու մեր միտքը И наш разум կարողանում է ընկալել ամբողջ ճշմարտությունը։ может принять Ասում է ամբողջ ճշմարտությունը կհասկանա։ всю истину поймете. Ոչ թե ինչ որ մի չափաբաժին։ Не какую-то часть. Հիսուսը հիշում եք աշակերտների հետ ժողովրդի հետ խոսում էր առակներով։ Помните, Иисус говорил с учениками притчами. Գավառին պրիչին։ Որովհետև աշակերտները հարցնում են, ասում են ինչու։ Потому что ученики спрашивали, почему. Ասում են նրանք չեն կարող երկնքի արքայության բաները հասկանալ, որովհետև նրանց տրված չի։ Но он отвечал, что люди не могут понимать некоторых вещей от Царства Божьего, потому что им не Իմ дано. նիդանո։ Ասում են, բայց ձեզ հետ խոսում եմ մեկնաբարձունով, որովհետև ձեզ տրված է։ Но я говорю вам прямо, потому что вы можете понять. Գիտեք ճշմարտությունները բռնելու մատրված։ Знаете, кому дано понимать истину? Ինձ ու քեզ։ Мне и тебе. Նրանց ովքեր Պենտեկոստեն վերապրել Те, են։ кто пережили Пятидесятницу. Ես մի քիչ հետո ցույց եմ տալու ինչա կատարվելու մեր հետ Պենտեկոստեն վերապրելու դեպքում։ Я чуть позже вам покажу, Խոսքը что շարունակել։ с нами, когда мы переживем Пятидесятницу. Ասում է ինչի պատճառով է որ նա կարողնորդի մեզ ամբողջ ճշմարտության մեջ Написано, почему ինչ կկատարվի որ ինչի պատճառով նա մեզ առաջնորդության կարողնորդի ճշմարտության посредством чего он будет нас направлять к истине. որովհետև ինքը իրանից չի խոսի Потому что он не будет говорить от себя, այլ կասի ինչ որ լսի но будет говорить, что услышит, եւ գալիք բաների մասին կպատմի и քեզ будущее возвестит вам. նա ինձ պիտի փառավորի Он прославит меня, որովհետև վերցնելու է իմ ունեցածից потому что от моего возьмет եւ հայտնելու է ձեզ и возвестит вам. նա այն ամենը ինչ որ հայրն ունի Все, что имеет Отец, ինն է есть мое. դրա համար ձեզ ասացի Потому я сказал, թե ինչ որ ինձ վերցնի что от моего возьмет կհայտնի ձեզ и возвестит вам. տեսեք ինչ է կատարում Սուրբ Հոգին Смотрите, что делает Дух Святой. նա վերցնում է հորից Он берет от Отца ու փոխանցում է մեզ и передает нам. դրա համար ինքը կարողանում է ամբողջ ճշմարտությունը փոխանցի ինձ ու Поэтому քեզ Он может всю истину передать нам. հիմա անցնենք Պենտեկոստեին մեր օրերում մեր ժամանակում ու մեր կյանքի մեջ Теперь перейдем к Пятидесятнице в наше время и в нашей жизни. վերապրելով Պենտեկոստեն Переживая Пятидесятницу, մենք թույլ ենք տալիս мы разрешаем, պասվալեն позволяем, որ Աստված ամբողջությամբ գործի մեր կյանքի մեջ чтобы Бог полностью действовал в нашей жизни. ու միջամտի մեր կյանքի մեջ եղած բոլոր իրավիճակներին ու իրադարձություններին Чтобы вмешивался во все сферы нашей жизни. եւ բերի կատարել փոփոխություններ ու բարեփոխումներ И приводил изменения и благополучие совершенные изменения в нашей жизни. մեր կյանքի բոլոր բնակավարները Во все сферы нашей жизни կկերպարանափոխվեն преобразуются, կվերականգնվեն восстановятся կվերաիմաստավորվեն Պիրասմեստերցան այն ժամանակ в то время, երբ որ կատարվի Պենտեկոստեն իմ ու քո կյանքում когда мы переживем Пятидесятницу. հիմա ուզում եմ նայենք այն ինչ որ կատարվում է Сейчас хочу посмотреть, что происходит. տեսեք Смотрите, ես խոսացի 4 բան я сказал о 4 вещах, որը կատարվեց Սինա լեռան մոտ которые произошли у горы Синай. Սինա լեռը դա օրենքն է Гора Синай — это закон. Սիոնը հոգին Сион — это дух. Սիոնը դա եկեղեցին է Сион — это церковь. ու այսօր Պենտեկոստեն վերապրելով ես ու դու И сегодня, переживая Пятидесятницу Սինա լեռան մոտ у горы Синай, Աստված տվեց օրենքը Бог дал нам закон. այսօր իմ ու քո կյանքի մեջ Сегодня в нашей с тобой жизни Աստված իր խոսքը Бог свое слово Պենտեկոստեի միջոցով посредством ու Пятидесятницы Սուրբ Հոգու ներկայությամբ и присутствием Духа դնում Святого է մեր սրտերի մեջ дает в наши сердца. վլաժել наши сердца Աստված իր խոսքը բերում է մեր սրտերի մեջ Бог свое слово вкладывает в наши երբ որ մենք վերապրում ենք Պենտեկոստեն Когда мы переживаем Աստծո Пятидесятницу, խոսքը գալիս է մեր սրտերի մեջ Божье слово приходит в ու наш Սուրբ Հոգին սկսում է բացել մեր մեջ ճշմարտության Дух ամբողջությունը Святой начинает всю полноту Երկրորդը открывать в нашей жизни. երկրորդը ես ասացի որ Աստված տվեց խորանի ինստրուկցիա կառուցելու Я сказал, что Бог дал инструкцию по строительству скини. դա համեմատական է եկեղեցու ծնունդի Это сопоставимо с рождением церкви. Պենտեկոստեի օրը
В день Пятидесятницы ծնվեց եկեղեցին, родилась церковь, որովհետև Սուրբ Հոգուց լցված потому что наполнена գրված է, որ Духом Святым. դուրս եկան աշակերտները Написано, что вышли ученики եւ քարոզեցին Քրիստոսի առաքինությունները, и проповедовали Христа, խոսեցին ճշմարտությունները, говорили о истинах. այն որը որ ծածկված էր մինչև դա, То, что было скрыто до этого, նրանք համարձակության խոսեցին они с дерзновением ու говорили. գրված է, որ այդ օրը И написано, что в этот день 3000 հոգի 3000 человек ապաշխարեցին։ покаялись. Պատկերացնում եք չծրագրավորված ավետարանչություն։ Представляете, незапланированное Հիմա Евангелие. հասկանում եք, թե ինչի համար Теперь понимаете, для чего ավետարանչության սկիզբը начало евангелизации պետք է լինի աղոթքի ու ծոմի ժամանակ։ должно быть в посту и в молитве. Հենց այդ ժամանակը, որ Աստված ինձ ու քեզ մխում է ավետարանչության, В это время, когда Бог направляет нас, ու ինչ որ մեկը ծնվում է եկեղեցու մեջ։ и кто-то рождается в церкви. Տեսեք, առաջինը Աստված իր խոսքը Սուրբ Հոգով դրեց իմ ու քո սրտի մեջ։ Смотрите, первое, Бог своим Духом Святым вложил свое Слово. Երկրորդը եկեղեցին ծնվեց մեր մեջ, Второе, церковь родилась в нас, ու մենք ծնվեցինք եկեղեցու մեջ։ и мы родились в церкви. Մենք դարձանք եկեղեցի։ Мы стали церковью. Երրորդը Третье, Հիսուսը սահմանեց քահանայությունը։ Иисус Предопределил священство։ священство. Այսօր ես ու դու սիրելիներ Сегодня я и ты, возлюбленные, ունենք քահանայապետ имеем священника Հիսուս Քրիստոսը։ Иисуса Христа. Եվ այսօր ես ու դու И сегодня я и ты, քահանայական ցեղ ենք священный род ու քահանայական թագավորություն։ и царство священства. Ու չորրորդ բանը, որ Հիսուսը որ Պենտեկոստեի ժամանակ կատարվեց, И четвертая вещь, которая произошла во время Пятидесятницы, Քրիստոսի արյունը սկսեց գործել մեզանում։ кровь Христа начала действовать в нашей жизни. Գիտեք շատ ժամանակ Հիսուսի արյունը չի գործում մեզանում։ Знаете, почему зачастую кровь Христа не действует в нас? Իրոք չունեմ ժամանակ, որ ձեզ մանրամասն տեղերով ցույց տամ այդ ամեն ինչը։ Действительно, нет сейчас времени, чтобы Բայց խոսքով կփոխանցեմ։ но скажу коротко. Տեսեք, Իսրայել ժողովուրդը զատիկ արեց, Израильский народ сделал Пасху, բայց նրանք սրբված չէին, но они не осветили, նրանք արդարացված չէին։ они не оправдались. Ուղղակի Քրիստոսի արյունը ծածկել էր մահվան հրեշտակին նրանցից։ Просто кровь Христа покрыла их от ангела смерти. Հիսուս Քրիստոսը երբ որ խաչվեց ու մահացավ, Иисус Христос, когда умер и воскрес ու իր արյունը թափեց, и пролил свою кровь, դրանով ես ու դու тем самым я и ты ծածկվեցինք, покрылись, որպեսզի Աստծո բարգությունը չգա իմ ու քո վրա, чтобы Божий гнев Да, сошел пече. на нас с тобой. Это нужно было, որպեսզի ես ու դու Պենտեկոստեն վերապրելով чтобы я и ты, переживая Пятидесятницу, Քրիստոսի այլան զորությունը ընդունեինք մեզան։ получили силу крови Христа. Հիսուսի արյունը Кровь Христа սկսում է գործել այն պահից սկսած, начинает действовать с того момента, երբ որ մենք վերապրում ենք Պենտեկոստեն, когда мы переживаем Пятидесятницу. որովհետև Սուրբ Հոգին է, որ այդ զորությունը բերում է մեր կյանքին։ Потому что Дух Святой, который дает эту силу нам. Ու տեսեք, այդ Իսրայել ժողովուրդը սրբված ու մաքրված ու մեղքերից ազատված էր համարվում, И смотрите, израильский народ считался освобожденным от греха, երբ որ զոհաբերություններ էր կատարվում խորանում։ когда они приносили жертвоприношения. Ու զոհաբերության տարբեր ձևեր կար։ И были разные способы жертвы. Կար խաղաղության զոհ, Была жертва мира, կար հացին ծա, была жертва хлеба, կար ողջակեզի զոհեր, ողջակեզի, բաժերվաբանի, կար մեղքի զոհ, жертва от грехов. ու այդ ամեն ինչը Հիսուսի մեջ կատարվեց։ Ибо все это в Иисусе исполнилось. Ու այդ բոլոր զոհերը И все эти жертвы Հիսուսը արեց իմ ու քո համար։ Иисус сделал для нас с тобой. Ու այսօր սիրելիս, Сегодня возлюбленные, ես ու դու я и ты, վերապրելով Պենտեկոստեն, переживая Пятидесятницу, այս ամբողջ գործողությունը ընդունում ենք մեր սրտերի մեջ։ все эти действия принимаем в нашу Աստված жизнь. իր խոսքը դնում է մեր սրտի մեջ։ Бог свое слово вкладывает в Եղել է, որ наше ինչ-որ сердце. դժվարության
դժվարությանս հանդիպել, Было такое, что когда ты встречался с трудностью какой-то, քո ներսից մի հատ խոսք է բարձացել։ из тебя какое-то слово поднималось Ու քեզ զորություն ա տվել, որ առաջ շարժվես։ и давал тебе повод, чтобы начинать что-то делать, Չհանձնվես, не сдаваться, չթուլանաս, не ослабевать, քայլես առաջ։ стремиться вперед. Եղել է որ փնտրել ես ուր գնաս։ Было, когда ты искал, куда идти, Դժվարություն, նեղություն, проблема, трудности, ու չգիտես ուր գնաս։ и не знаешь, куда идти. Ներսումդ մի հատ բան է բարձացել։ И изнутри у тебя что-то поднималось, Գնամ եկեղեցի։ идти в церковь. Կարևոր չի ինչ ձեր եկեղեցի։ Неважно, в какую церковь. Կարա լինի ուղղափառ, Может быть православная, առաքելական, апостольская, ավետարանչական, евангельская, կաթոլիկ, католическая. բայց քո ներսում կա գնամ եկեղեցի, ինչի համար։ Пойти в церковь. Почему? Ինչն է պատճառը, Ну, что было? որովհետև դու պենտեկոստել վերապրել ես քո ներսում։ Потому что ты пережил. Որովհետև Սուրբ Հոգին քեզի մղում է եկեղեցի Потому գնալ։ что Дух Святой, Он Побуждает побуждает тебя тебя идти идти в в церковь. церковь. Որովհետև դու ոչ թե գնում ես եկեղեցի, Потому что ты не идешь в церковь, այլ դու ինքդ եկեղեցի а ты ես։ сам из церкви. Դու մասնիկ ես եկեղեցու, Ты частичка церкви. ու դու հասկանում ես, И ты понимаешь, որ քո դժվարության մեջ что в твоих трудностях, մենակ եկեղեցու հետ միավորվելով только соединяясь с церковью, դու կարաս լցվես ու զորանաս։ ты можешь наполняться и получать силу. Եղել է որ դու կարիք ունես խորհրդի, Было, когда ты имеешь нужду в совете, քահանայական խորհրդի, в священном, ով որ քեզ խոսքը փոխանցի, кто тебе передаст слово, մի խոսք, որը կապրեցնի то քեզ, слово, которое оживит тебя, մի խոսք, որ կարծես ձեռքի նման կերկարի ու քեզ այդ անդունդից դուրս կքաշի, то слово, которое как рука тебя откуда-то выведет, ու դու սկսել ես աղոթք անել, и ты начинаешь молиться. ու Հիսուսը որպես քահանայապետ Иисус, как священник, քեզ բարձրացրել է, тебя поднимает, քեզ զորացրել է, тебя дает тебе силы. դու դուրս ես եկել այդտեղից, Ты выходишь из этой ու ситуации, դու հասկացել ես, որ քո քահանայապետը քեզ հետ է, и ты понимаешь, что твой первосвященник ու ինքը Господь, զոհ է արել քո համար։ и Он сделал жертву за тебя. Եղել է ժամանակ, երբ որ դու կարիք ես ունեցել ներումը ընդունելու քո սրտի Было մեջ։ такое, когда ты имел нужду принять прощение в твоем сердце, Մի բան ես արել что-то сделал ու մտածել ես, и думал, ինձ ներում չկա։ у меня нет прощения, Ու ներսից այդ բարձրացել է։ и իznутри поднималось. 2000 տարի առաջ 2000 лет назад Քրիստոսը խաչը հանձնարավ Христос взял крест իմ ու քո համար։ за тебя и меня. Քո փոխարեն գինը վճարված За է։ тебя цена уже оплачена. Դու գնահատվեցիր, դու գնահատվեցիր։ Ացինյոնը։ Ու ավելի թանկ գտնվեցիր И был более ценным для Бога։ для Бога. Դու գիտես որ դու ավելի թանկ ես Աստծո համար։ Знаешь, что ты более ценный для Бога. Միգուցե քեզ հիմա շատ վտանգավոր ու խորտ կթվա այն ինչ որ կասել։ Возможно, для тебя будет очень странным то, что я сейчас скажу. Բայց եթե դու շատ մի չնչին անգամ ցածր լիներ Հիսուսից Աստծո համար, Но если бы ты для Бога был менее важен, чем Иисус, իր որդուն խաչ չեր հանելու։ Он бы не поднял бы своего Сына на крест за тебя. Դու ավելի թանկ եղար Հիսուսից Ты был более Աստծո համար։ ценным, чем Иисус для Бога. Սա ես ասում եմ վստահաբար, Это я говорю с уверенностью, որովհետև այստեղ նստածներից ես ոչ մեկ потому что никто из здесь сидящихся մեր երեխեքին չեն քանի խաչը ուրիշ մեկի երեխու համար, не подняли бы своих детей на крест за чужих, որովհետև մեզանից ոչ մեկը потому что никто из нас ավելի թանկ չի գնահատի ուրիշի երեխուն, не оценит выше кого-то другого, чем своего. բայց Հիսուսը Но Иисус որոշեց, решил, որ դու այնքան կարևոր ես Աստծո համար, что ты так важен для դու Бога, այնքան թանկ ես Աստծո համար, ты настолько ценен для Бога, այնքան մեծ նշանակություն ունես Աստծո какое համար, большое значение имеешь для Бога, որ ինքը ասեց, что Он сказал, կգնամ, пойду կվճարեմ, и заплачу. որնակինը։ Сколько цена? Սատանան ինչ պահանջ ունի այդ մարդու դեմ։ Какие требования дьявола? Какие претензии человеку от дьявола? Մահ, Смерть,
Ես պատրաստ եմ։ Я готов. Ես կմեռնեմ, որ նա կյանք ունենա։ Я умру, чтобы он имел жизнь. Ու հենց այս 4 բաները սիրելիներ И именно эти 4 вещи կատարվում է մեր կյանքի մեջ, происходят в нашей жизни, երբ որ մենք վերապրում ենք Պենտեկոստեն, когда мы переживаем երբ որ մենք թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին գա մեր կյանքի когда մեջ։ мы позволяем, чтобы Дух Святой приходил в нашу жизнь. Վերջին տեղն եմ կարդում Հակոբ ջան կարծգաս։ Последнее местописание прочитаю. Տեսեք ինչ ա լինում։ Смотрите, что случается. Երբ որ Աստված իր խոսքը դնում է իմ ու քո մեջ, Когда Бог вкладывает свое слово в нас. երբ որ մենք որպես եկեղեցի ծնվում ենք ու դառնում ենք եկեղեցու մասնիկը, Когда мы становимся частью церкви. երբ որ Քրիստոսը դառնում է մեր քահանայապետը, Когда Христос становится нашим первосвященником. ու երբ որ Քրիստոսի արյունը սկսում է գործել մեզանում։ И когда кровь Христа начинает действовать. Եսայա 59 Исайя 59 глава. 21-րդ խոսքը։ 21 глава. Մա իմ ուխտն էլ նրանց հետ սա է։ И вот завет мой с ними. Աստված ասում է ես ուխտ ունեմ քեզ հետ։ Бог говорит, у меня есть завет с тобой. Ու այդ ուխտը սա է։ И этот завет следующий. Իմ հոգին որ քեզ վրա է, Дух мой, который на тебе, եւ իմ խոսքերը որ դրել եմ քո բերանումը, и слова мои, которые вложил я в уста պիտի твои, չպակասեն քո բերանից, не отступят от уст твоих, եւ քո զավակների բերանից, и от уст потомства твоих, եւ քո զավակների բերանից, и от уст потомства твоего. ասում է Տերը, Господь, այսուհետև ныне մինչև հավիցը։ и до века. Աստված գիտես ինչ ուխտ արեք քո հետ։ Знаете, какой завет Бог сделал с тобой? Ասում է եթե դու վերապրես Պենտեկոստեն, Он сказал, если ты переживешь 50 ու ընդունես այն հոգին, и примешь примешь тот дух, тот дух, որը ես կուղարկեմ, который я отправлю, ես քո հետ ուխտ եմ անում, я заключаю завет с тобой, որ այդ հոգին чтобы этот дух հավիցան մնալու է քո հետ։ вечно оставался с тобой. Ու այն խոսքերը, որ ես դնում եմ քո բերանում, И те слова, которые я вкладываю в твои уста, չեն դադարելու քո բերանից։ отступят от твоих уст. Ու այդ խոսքերը բացի են որ լինելու են քո շուրթերում, И кроме того, что они будут в твоих устах, լինելու են քո զավակների они շուրթերում, будут в устах ու քո потомков, զավակների и շուրթերում, в устах потомства, հավիտյանս մինչև հավիտենից։ отныне и до века. Երբ որ ես ու դու սիրելիներս Когда мы с тобой возлюблены, լցվում ենք Աստծո հոգով, наполняемся Духом Աստծո Святым, ճշմարտությունները Божьими истинами, թափվում են մեր վրա, они наполняют нас, գալիս են մեր հոգու մեջ, приходит в наш дух, ու մեր փորից կենթանի ջրի գետեր են բխում, и из наших уст из нашего живота исходит реки живой воды, и они изливаются на наших детей, и детей на наших детей, во веки веков. Երբեք չի դադարի կենթանի ջրերի հոսքը никогда не отступят воды живой воды քեզանից, от тебя, քո երեխեքից, от твоих детей, քո երեխեքի երեխեքից։ и от потомства твоего. Դու կլինես քահանայական թագավորություն։ Ты будешь священным, Այս րոպեից սկսած, начиная с этой минуты, սկսած քեզանից, начиная с тебя, քեզանից հետո եկող սերունդը и от тебя исходящее потомство լինելու է Աստծո թագավորությունը, будет Божьим царством, լինելու է Աստծո սերունդը, будет Божьим родом, լինելու է Աստծո հոգով լցված, будет наполненным Աստծո խոսքի շուրթերի վրա վերցրած, կյանքի գետերը բխեցնող սերունդ։ Դրա համար սիրելիս այսօր ես աղոթք եմ անելու։ Поэтому, возлюбленный, я буду молиться сегодня. Յուղս մի հատ տուր որտեղ է։ Հենա նարնջակ սունկիս մեջ ապեր։ Եթե ինչ-որ մեկը Если кто-то մինչև այսօր до сегодня չի ընդունել զորությունը իր կյանքի մեջ, принял эту силу в свою жизнь, խնդրում եմ, որ առաջ գաս։ прошу, чтобы пришли вперед, Իրար հետ աղոթք ենք անում։ будем вместе молиться. Ու ես հավատում եմ, որ հավատքով աղոթքը Я верю, что молитва с верой կենթանի ձևով գործելու է իմ ու քո մեջ։ будет живым образом жить, Ու Սուրբ Հոգին այսօր լցնելու է իմ ու քո ներսը։ и Дух будет наполнять нашу жизнь. Թող Տեր օրհնի, եկեք առաջ։ Бог благословит. Հալելույա։